Ժամկետանց կաթնամթերք, մսամթերք, քաղցրավենիք եւ ոչ միայն։ Երևանի քաղաքապետարանի առևտրի եւ ծառայությունների վարչության տեսուչները նոր-նորքի տարբեր սուպերմարկետներում ստուգումներ են իրականացնում։ Միկոյան փողոցի Արև սուպերմարկետում գրեթե չկար բաժին, որում խախտումներ չլինեին։ Ժամկետ չկա, գնացել է։ Ամսը 4-ով լրացել են։ Տեղեկեք, որ առանց ժամկետի ապրանքը դա դիտվում է որպես ժամկետանց։ Աշխատակիցներից շատերն անգամ տեղյակ չէին, թե ինչ պետք է անեն, երբ ապրանքը ժամկետանց է կամ մթերքը կտրելուց հետո ինչ գործողություններ պետք է անել, որպեսզի գնորդի համար պարզ լինի, ժամկետում է այն, թե ոչ։ Այս երշիկը կտրելուց հետո ինքը ժամկետի մեջ է 7 օր։ Սրշեք նշե երբ է կտրել երշիկը։ Ասեք երբ է կտրել։ Որն չկա, էլի պիտակ բացած, որ երբ է կտրել։ Քաղաքացիները տեսուչների պես մանրակրկիտ չէին ստուգում ապրանքների պիտանելիությունը, բայց ասում են նկատելու դեպքում հին ապրանք չեն գնում։ Թե որ տեսնում եմ, մեր չեն վերցնում։ Չենք վերցնում։ Ուղղակի չեք վերցնում, Հա, դա բայց տեղյակ չեք պահում, որ ժամկետը։ Ասում եմ, ինձ ասում եմ, հին է ժամկետը։ Քաղաքապետարանից նշում են, շատ դեպքերում տնտեսվարողները քաջ գիտակցում են, որ ապրանքը ժամկետանց է, բայց շարունակում են վաճառել այն։ Իսկ որոշ դեպքերում նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում անհնար է լինում խանութում պարզել ապրանքը պիտանի է, թե ոչ։ Ոնց եմ հասկանում, ժամկետի մեջ են այս ապրանքները, թե ոչ, որովհետև վրան գրված չի, ինչպես տեսնում եք։ Պահեստում են դրանք։ Ինչ է նշանակում տուփերը պահեստում են։ Ես ոնց հասկանամ, սրանք ժամկետի մեջ են։ Ժամկետի մեջ են, իրանք նոր են ստացել։ Դա ձեր կարծիքն է։ Տեսուչները րոպեների ընթացքում մեկ զամբյուղից ավելի ապրանք առանձնացրեցին, որոնք այլևս պիտանի չէին։ Նկարում ենք ինչ ենք հայտնաբերել, որ արձանագրության մեջ կից սկավառակով նշենք, որ վարչական նիստի ժամանակ չմերժում ինչ ասեն չի եղել այլ։ Հասարան այս զամբյուղում ամբողջը ժամկետանց սնունդ է։ Այո։ Գրեթե նույն պատկերն էր նաև Բոնուս սուպերմարկետում, այստեղ սնունդն ու տնտեսական ապրանքները անգամ հստակ առանձնացված չէին։ Տեսուչները արձանագրեցին, որ սեփական արտադրության ապրանքի վրա գրիչով ժամկետ էր նշված, որը հեշտությամբ մաքրվում էր, ինչը նշանակում է նույն ապրանքի վրա բազմակի ժամկետ նշելու հնարավորություն կա։ 28-11-23 թվականին արտադրվել է, պապոմա ժամկետը 5 օր։ Ինքը հերիք ժամկետ անց է, մի հատ է բորբսնած է։ Այս ապրանքը դրած է վաճառ։ 05-12-23-ին արտադրվել է, պիտանության ժամկետը 5 օր, ժամկետը անց է։ Օգոստոսի 28-ին արտադրվել է, պիտանելիության ժամկետը 90 օր։ Ինչ գործողություններ են հաջորդում ժամկետանց ապրանքը հայտնաբերելուց հետո առևտրի եւ ծառայությունների վարչության գլխավոր մասնագետն է մեկնաբանում։ Դրանք տնտեսվարողը վերցնում, մեկուսացնում է բաժիններից, պահեստում, մենք գրություն ենք ուղարկում սննդի տեսություն, իրանք մեզանից հետո գալիս են խանութ, իրանք հայտնաբերելուց հետո ոչինչ չասնում են այդ ապրանքները։ Իդեպ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնեցին, որ այս տարվա